սկսվել այս պատերազմը։ Ինձ համար իմ ծննդյան օրը։ Ես ծնվել եմ եւ պատերազմը կար։ Հետո կծնվեն իմ ցեղակիցները եւ ելի կլինի այս պատերազմը։ Ես հրաժեշտ կտամ աշխարհին, պատերազմը կմնա իր դաժան գոյությամբ հաստատելով իմ ճակատագրի անջնջելի լինելը։ Եվ մենք կապրենք կողք կողքի, իրար մեջ, կընտելանանք եւ իրարից խուսափելու անիմաստ ու միամիտ փորձեր չենք անի։ Կապրենք այդպես եւ չենք մտածի, որ կան նաեւ ուրիշ երկրներ, որտեղ մեզ նմանները ունեն ապրելու այլ օրենքներ։ Հերն էլ անիծած։ Լսողությունս թե մի քիչ լարեմ, 1000 տարի առաջ տեղի ունեցած պատերազմների ձայնն էլ կլսեմ։ Մենք հրաշալի հիշողություն ունենք։ Եվ զարմանալի բան չէ մեր արածը։ Մենք ուղղակի քայլում ենք հիշողության արահետներով, քայլում ենք եւ չենք հոգնում։ Եվ ինձ թվում է, թե տղաներին միշտ էլ տեսել եմ այստեղ, թե տղաներն այս երբեք ծառ չեն տնկել, արդ չեն վարել, երեխա չեն գրկել եւ միշտ էլ զենք են ունեցել ձեռքին, աչքերում կրակ։ Թվում է բոլորի հետ ծնվել եմ նույն օրը, նույն թղամասում։ Իսկ լեռներում ու ձորերում սառած ասկյարներ են, անտեր մնացած զրահամեքենաներ, բեռնատարներ, վրաններ։ Ամեն ինչ վկայում է տեղի ունեցած դաժան մարտերի մասին։ Եվ ամեն օր սարերից իջնում, հանձնվում են ասկյարները, հանձնվում են անիծելով իրենց բոլոր հրամանատարներին, բոլոր ղեկավարներին ու նախարարներին, նաև իրենց նախագահին, իրենց ծնված օրը, իրենց երկիրը, եւ խոստովանում են, որ այս տղաներիք չունեն, որ իրենք խաբված ու լքված մարդիկ են։ Siz Qarabağ tanıyırsınız? Qarabağda olmusunuz? Yox, olmamışam. Դուք Ղարաբաղը ճանաչում եք? Ղարաբաղում եղել եք? Ոչ, չեմ եղել։ Որն է քո հայրենիքը? Հայրենիքս Բաքուն է։ Որտեղ ապրում եմ, այն էլ իմ հայրենիքն է, Գյոյչեի շրջանը։ Ընդհանրապես Ղարաբաղը չեմ ճանաչում։ Իսկ ինչու ես եկել այստեղ? Ուժով եմ բերել, ուժով։ Ինչ կուզեիք ասել նրանց, ովքեր հիմա տանն են։ Են կցանկանայի ասել, թող վերջացնեն այս ամենը։ Ատում եմ այս պատերազմը, թող չգան։ Ես ուզում եմ ասել, որ ավարտվի այս պատերազմը, ով որտեղ ուզում է թող ապրի այնտեղ, պատերազմը վերջանա։ Կուզեի ասել, թող սկզբում մտածեն, պատկերացնեն վերջը, հետո սկսեն գործը, թող տեսնեն մեզ եւ ամեն ինչ հասկանան։ Ես այդքանը կասեի։ Ուրիշ բան չեմ կարող ասել։ Չէ։ Լեռներում կռվելը դժվար է։ Այս բարձունքները գրավելը դժվար է։ Սառնամանիկ փետրվարին լեռան գագաթին կանգնելը համարյա խելագարություն, բայց ինչքան բարձրանում ես, քեզ այնքան ուժեղ ես զգում, այնքան հպարտ ու տեր։ Իսկ միակ ճանապարհը տանում է դեպի ամենաբարձրը, դեպի ամենախորհրդավորը, դեպի ամենագեղեցիկը։ Չգնալ չի լինի, վերևից աշխարհին չնայել չի լինի, եւ սկսեցին բարձրանալ տղերքը, սկսեցին Օմարի գրոհը։ Դաժանացել ենք, դաժան չենք եղել, բայց դարել ենք։ Դե իրանցան ենք սովորել, կարճ ասած։ Ես կյանքում դաժան չեմ եղել, բայց պատերազմը ցույց է տալիս, որ պետք է ավելի լինես դաժան, ավելի ես իմել ամենից բան խոսքեր չեմ ուզում արտահայտել լրիվ։ Դե մունքեն ամը գործ առնոքին նահաշտամ, ասում ենք ինչ է հայրենիքի, դա ծաղկեցունը թող գրողներն բանաստեղծներն ասի։ Հիմա մեր տղաները ջահելություն ասնան, կռում է հան հայրենիքի, հան ազատության, հան անկախության, հան մեր հայրենիքի։ Համայ գրելուց առաջ մտածում ենք, որ այսօր անպայման պիտի վերջացնենք։ Երևի մի ժամից 2 ժամից սկսենք օպերացիան եւ հաստատ համոզված ենք, որ այսօր անպայման Օմարում կնստենք։ Մենք 100% համոզված ենք, որովհետեւ մեր տեղի ուժերի վրա մենք կասկած չունենք։ Եվ հետևակը դանդաղ, բայց վստահ սկսեց բարձրանալ սարնի վեր, ճանապարհի վեր։ Բարձունքը մոտենում էր, խտանում մութը։ Եվ թշնամին նահանջում է թողնելով դիակներ, զրահատեխնիկա ու զինամթերք, իսկ լուսաբացին կապի մյուս ծայրից լսվում է։ Շնորհավորում եմ, Օմարի լեռնանցքը գրավված է։
Այդ օրը ամենազարմանալին երևի արևի ներկայությունն էր։ Ձյունը կակուղ էր։ Կարելի էր նույնիսկ պարկել լեռնալանջին ու մի քիչ աչքակապի տալ հանգստանալ եւ քեզ երևակայել հեքիաթի թռչող գորգին։ Իսկ այս բարձունքից աշխարհն ավելի գեղեցիկ է երևում, առանց ավերակների։ Հանելուկային են թվում ձորերը, գետերը, բնակավայրերը։ Իսկ դուք, տղերք, հսկայի տպավորություն եք թողնում եւ ավելի մոտ եք մեր նախնիներին։ Մենք դուրս ենք եկել թշնամու դեմ, արդարացի պայքար մղելու, իսկ նա խոճապեր մատնել եւ փախնում էր։ Տղաները բոլորը վքվորված էին, հաղթանակին հավատում էին եւ ոչ ոք չտրտնջաց, մինչեւ վերջ հարված է թշնամուն։